են խոսափողական պատասխաններ տալ կամ հերքել, թե այս կամ այն մեկը քաղբան տարգյալ չի, ապա դրատակ ընդամենը թաքնված է մանիպուլյացիա, որովհետև որևէ մի քրեական օրենսգրքում մեր տիպի երկրների քաղաքական հատվածներ չկան, ուստի են մարդիկ, ովքեր որ ենթարկվում են քաղաքական հետապնդման, դրանք հասարակության ընկալման մեջ են քաղբան տարգյալ առաջին հետո դրա մասին իշխանությունները կամ կարտահայտում կամ չէ, բայց ես ուզում եմ, որ և Բաքվի բանտերում և Հայաստանի Հանրապետության բանտերում գտնվող մեր բոլոր ընկերները քաղաքական հետապնդման ենթարկվում և Բաքվում ազգային հետապնդման ենթարկվում մեր ընկերները շուտապույտ ազատության մեջ լինեն։ Ու մասնավորապես, քանի որ վերջերս միշտ անընդհատ խոսվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի, սրբազանների, վերջերս կալանավորված ժուրնալիստ տղաների Նարեկի և Վազգենի, ես ուզեի ավելի շատ անդրադարձ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ այդ մարմինների ղեկավարների կամ ավականիների նկատմամբ կիրառվող աննախադեպ վերջին 5-6 տարիների ընթացքում ամենաաննախադեպ, ամենաշատ խոյահարման և հետապնդման է ենթարկվել համայնքի ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այս պահին Հայաստանի Հանրապետության բանտերում են նախկին և ներկա հիշելով 3 համայնքի ղեկավարներ Վարդան Ղուկասյանը, Դավիթ Համբարձումյանը և Արթուր Սարգսյանը, որ նաև ազգային ժողովի պատգամավոր է, բայց վերեք չմոռանանք, որ առաջին անգամ և Արթուր Սարգսյանը քրեական հետապնդման ենթարկվեց, նա Սիսիան համայնքի որպես ղեկավար է։ Ուստի ես ուզում եմ նաև և հասարակության, և քաղաքական ուժերի, և իշխանությունների, եթե այդպիսին կան իհարկե ականջալուր են, որ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ այդ բռնի, այդ ոչ մարդկային և ոչ ճիշտ պետական կառավարման կոնսպեկտից ոչ ճիշտ վերաբերմունքը փոխվեն, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինները այն առաջնային մանդատով և ժողովրդին ամենահասանելի մարդիկ են և նրանց հեղինակությունը նման էժան քայլերով չի կարելի սասանել։ Ուզում եմ ևս մեկ անգամ մեր ընկերներին ազատություն մաղթել, մեզ էլ բոլորիս պայքարի ոգի, որ միշտ կարողանանք մեր քաղաքականների հասարակության մեծ կոնսոլիդացիայի դեպքում միայն լոկալ շարժումները, լոկալ չգիտեմ ուժեղ կամ թույլ երևույթները չեն կարող իշխանության մեքենայի, էլ եմ ասում, հնարավոր չի միայնակ կամ թեկուզ ինչ-որ քիչ թե շատ ուժերով պայքարել հասարակական լայն կոնսոլիդացիայի և նաև այն միջազգային կառույցները, ովքեր մինչև վերջինս պայքարում էին մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների, դրանց անպայման ժողովրդի լեզվով ասած տոկիտը մի, որ իրենք հասկանում, որ Հայաստանը երրորդ կարգի երկիր չէ և այստեղ չի կարելի ուղղակի փողոցից ընտրված մարդկանց հեղինակություն վայելող մարդկանց վերցնել, տանել, մտցնել բանտերը և ուղղակի համարել, որ իշխանություն է, մենք մեր իշխանությունն իրացնենք։ Այլ նպատակով սահմանափակման, այլ նպատակներ պայմանավորված է քաղաքական գործընթացներից մեկուսացնելով, ինչպես նաև այս գործով